Մահվան անհայտ հանգամանքները 2007 թվականի մարտի 9-ին Մասիսի բնակիչ 19-ամյա Սուսաննա Գևորգյանը անհայտ հանգամանքներում հայտնվելով Արարատ Կաֆյանի մեքենայում ընթացքի ժամանակ դուռը բացել և նետվել է ու տեղում մահացել։ Դատարանը Արարատ Կաֆյանին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման։ Ինքը շատ լավ սովորում էր դպրոցում, շատ ընկերասեր էր, մարդամոտ էր, որոշել էր ժուրնալիստ դառնալ ու բարձրագույն սովորել, բայց 95 թվականին վաճառել ենք տունը, մամային ու երեխուն պահելու համար հնարավորություն չունեի որ պահի, ամուսինս գնացել է Ռուսաստան, 97 թվականին եկավ ու այն պայմանով որ պետք է այս երեխուն վերցնեմ ու գնամ իր մոտ Ռուսաստան, բայց մամային պահող չկար, ես ու աղջիկս մնացինք մամային պահելու, այսպես մենք բաժանվեցինք ամուսնուցս։ Իրան եթե նային չէին ասել, որ ինքը 19 տարեկան, կապուտ աչքերով, սպիտակամորթ, ընդամենը 1.60 բոյա ունեցե, 48 կիլո քաշա ունեցե ինքը։ Ու ոչ մեկն իրան չէր ասել, որ ինքը ասենք 19 տարեկանով էլ որ նայի, իրանք ասում էր 14-ից 15 տարեկան։ Մանկական ինչ-որ բան կար իր մեջը, ինքը մտածում է մենակ իր կարիքները կարա հոգա ինքը, ոչ թե ինչ-որ իմ օգնությունը։ Մամ ջան, ես ուզում եմ աշխատել։ Չեմ ուզում դու աշխատես։ Ախր ցերեկներ եք աշխատել։ Գնաց աշխատելու միայն օգնելու համար մեզ մոտը տաքսի ծառայություն կար, որը ես համաձայնվեցի մենակ աշխատել նրանով, որ իրիկվա ժամը 8-ին ինքը արդեն տանն էր լինում, երեկոյան չէին աշխատում գիշերը, ու տանը շատ մոտիկ էր։ Ինձ տեղ աշխատելու ժամանակ 2 ամիս էր աշխատում էր, որ այդ դեպք եղավ իր հետ։ 2007 թվականի մարտի 9-ի օրը սովորական նման ինքը գնացել էր գործից, ես աշխատում եմ եկել էի տուն, ցերեկ եկավ ինքը ընդմիջում անելու, ընդհանրապես միշտ գալիս էր 2-3-ի կողմերը գալի ընդմիջում էր անում, նորից հետ էր գնում։ Այդ օրն սովորականի նման եկավ, ընդմիջում արեց ու գնաց ու ասեց, որ անպայման ամենաուշը մինչև ժամը 9 ինքը տանը կլինի։ Մամ դե լավ ես գնամ շուտ գործի, շուշանամ գործից։ Իրիկուն ժամը 9-ին ուղիղ կգամ։ Դե հաջող մամ ջան։ Ժամը 9-ին որ չեկավ, ես մտածի եւ իրանք սովորություն ունեին, միշտ դասղեկի շենքը կողքի հենց իր աշխատանքի մոտներ, իրանք դասան երեխեքով սովորություն ունեին, հավաքվում էին դասղեկի մոտը։ Դասղեկի բակում երեխեքը հավաքվել են, ինքն էլ գնացել է տեղ, անանք ստացա գնացի գործի մոտը նայեցի, տեղը որտեղ որ ինքը աշխատում էր, նայեցի տեսա որ դռները փակ, ոչ մեկը չկար այդտեղ։ Չունեի ես հեռախոս որ զանգի ասենք, ասեի, իսկ այդ տունը որտեղ որ մենք ապրում ենք վարձակալական հիմունքները, որտեղ էլ չկար, ասենք, թեկուզ տան հեռախոս։ Իմ մտքով չի անցել երբեք, որ այդ ինչ որ մի բան վատ բան կկատարվի հենց Մասիսում։ Միշտ մտածել եմ, որ կարող է ինձանց հեռու գնալ։ Այդ օրը անհանգստությունը մի ուրիշ ձևի էր։ Ես ավելի շատ անհանգիստ էի, թե հնարավոր չէ, ինքը մթությունից էր մի քիչ վախենում, տենց ուշ ժամի հնարավոր չէ նա մնա դուրսը։ Ամեն ինչ կմտածեի բացի մահվանից։ Եթե ես ասեմ ես մահ եմ զգացել, չէ, բայց անհանգստություն զգացել եմ։ Ջղայնացած եմ եղել։ Այդպես բան չի եղել, որ ինքը միտեղ գնա ու ես չիմանամ թե ինքը ուր է։ Անհանգիստ ենք տան մեջ, նստած նայում ենք ժամամերը 2-ի կողմերնա, դուռը բացվում է ու մտնում ենք քուրս ու աղբերս իրանց ընտանիքներով։ Զարմացած թե ինչ այլ ինչ է հավաքվել ժամին, քուրս ասում է, որ Սուսիկ այդ դեպքա պատահի, աղբորս տուն են սկզբից գնացի ասել են, հետո աղբերս ռիսկ չի արի ինձ ասի, գնացել է քրոջսա վերցե ու իրանք ընտանիքներով հավաքվել են եկել են մեր տուն։ Սկզբից ասցին ինքը վիավոր հիվանդանոցն է պարկած, իսկ հետո արդեն որ ասցի գնամ տենամ, ասին որ չես կարա տենաս, ինքը մահացել է։ Արարատ Կաֆյանի մեքենայի մեջ այլ է, ասել են, որ իբր երեխեն ինչ-որ խնդրել է տանել կողի գյուղը չգիտեմ ումը տեսնելու, ինչ-որ մարդ չի տեսե, հետ գալուց ավարիա էլ է, ինչ-որ վթար է եղել, երեխեն իրան մեքենայից է գցել, ինչ-որ տես պատմություններ։ Ասեցին, որ իբր ինքն էլ, այդ Արարատ Կաֆյանն էլ շատ վատ վիճակի մեջ է, հայտնի չի թե միջև առավոտ կապրի, թե չի զարմացա, որ այդ մարդը առաջինը Ռուսաստանի քաղաքացի ոնց է եկես թե կամ որտեղից է ճանաչում իմ երեխուն։ Հա, գիտեի, որ գործի տեղի ճանապարհի մի կողմում աղջիկս աշխատել, մյուս կողմում իրանց խանութն այլ է, իրանց տունն ա եղել, բոլորը ճանաչում էին իրար այնտեղ։ Բայց թե երեխեն
աղջիկս ոնց է այդ մեքենայի մեջ գտնվել, ինչի համար, դենց էլ չասեցի։ Երկրորդ օրը երեխուն բերել են տուն, դիակը բերել են տուն, գիշերը սկսեցի ուսումնասիրել երեխու մարմինը։ Զգում էի, որ ինչ-որ մի բան այդ չի։ Հնարավոր չէր, եթե մեքենան իրանց ասելով, որ շատ արագ է գնացել է ուղղաթմբինակպե, իբր ճանապարհը շեղվել է, երեխեն դուռը բաց իրան գցել է, հնարավոր չէր 100 կմ/ժ արագության գնացող մեքենայի դուռը եթե բացեց, ինչ-որ 48 կիլո քաշ ունեցող է, ոնց կարա գցի ու ինչ-որ ջարդվածներ չունենա ինքը։ Երեխու մարմնի վրա ընդհանրապես եղել է, ձախ ձեռի վրա եղել է 5 մատով բռնածի հետ, ձախ ոտի վրա այս ծնկի մասը մատերով սեղմած ինչ-որ կապուտ հետքեր, ինքը շատ սպիտակ էր ու աջ կողմից իր մոտը քթի վրա եղել է շատ փոճուր կապուտ, ինչ-որ կապուտ ու գլուխը հետևից ջարդած։ Անցավ մի քանի օր թաղումից հետո իմ մտքով չանցավ, որ հնարավոր է, որ եթե կա մահ, կա արուն, կարենան շատ հանգիստ ինչ-որ մի բան է։ Մարդկային խղճի մասին էլ ասենք մարդ ինչ-որ խիղճը կորցնի, որ կարողանա ինչ-որ երեխու արյանը ինչ-որ խաբել կամ ինչ-որ մի բան անել։ Դասղեկը երեխու դեպքը, որ լսեց, եկավ մեր տուն, ասեց, որ երեխեն գիշերն իմ մոտ այլ է։ Երեխեն իմ մոտից ասեց, որ մաման գործից եկել է տունը քնած է, վազելով գնում եմ տուն։ Ժամը 9-ի մոտերն ա եղել ու ասեց իմ մոտից երեխեն վազելով եկել է դեպի շենքի կողմը, որտեղ որ մենք մնում ենք։ Ու այդ ճանապարհն անցնում էր հենց այդ Արարատ Կաֆյանի շենքի հետևով։ Երեխեն ընդամենը 300 մետր տուն չի հասել։ Դասղեկի մոտից դեպի տուն։ Երրորդ օրն էլ ոստիկանություն եմ գնացել, իմացել եմ ով է քննիչը, մոտեցել եմ քննիչին, քննիչն ասեց, որ մենք չէինք ուզում գայինք, ուզում էի, որ ասենք ձեր այդ ստրեսային վիճակ ունեք, հետո մենք կմոտենայինք բան, ասի ինձ ոչ մի ստրեսային վիճակ պետք չի, ինձ պետք է իմանամ, թե ինչի համար է եղել այդ, ոնց է երեխեն հայտնվել այդ մեքենայի մեջ, ոնց է եղել դեպքը, ասեց մենք ամեն ինչ կպարզենք ու խոստանում ենք, որ ամեն ինչը նորմալ կլինի։ Դրանից հետո ես գնացել եմ դատական բժշկի մոտը, պոլիկլինիկա գնացել եմ, իմացել եմ ով է ու մոտեցել եմ, ասել եմ դուք լրիվ նորմալ արել եք, ինչ որ պետք է ստուգումներ ամեն ինչ, ասեց ամեն ինչը նորմալ արած է, մի ամսից հետո նոր պատասխանը պետք է գրվի։ Ճանաչելով իմ աղջկա բնավորությունը, հնարավոր չէր, որ ինչ որ ինքը զանգեր, կանչեր կամ ինչ որ մեկն ունենար, ինչ որ միտեղ ես չիմանայի։ Դա բացառվում էր։ Ընկերական մայր եմ եղել, ասենք, ամեն ձևի կարար ինքը ինձ վստահեր եւ ասեր ինչը ինչոց է։ Վարորդին, որը եղել է այդ դեպքը եղել է իր պատճառով, զգացի, որ ավելի շատ իրան են հավատում, քան ինձ։ Քննիչն ամեն ձև ինձ համոզում էր, որ իմ աղջիկն է զանգ, իմ աղջիկն է կանչե Արարատ Կաֆյանին։ Քննիչի կողմից չի առաջադրվել Սուսաննա Գևորգյանի կուսության հետ կապված հարցեր, այլ ուրեմն հետքեր, հա, այլ բռնության հետքեր եւ այլն։ Եվ նորմալ է եւ օբյեկտիվ է, որ այս մարդու մոտ կասկածներ կարող է առաջանալ այդ եզրակացությունից։ Եվ այս եզրակացությունը կարդալուց հետո նա միանշանակ հայտնել է, որ ես կարծում եմ, որ իմ աղջկան այո բռնաբարել են, սպանել են, ծեծել են եւ այլն։ Եվ այս հարցերից հետո փոխանակ քննիչը փորձի ամբողջ ծավալով հասկանալ, թե ինչի իման վրա է, նա ասում է, գիտեք ինչ կա, չէ, ձեր ասածները հերկվում է Արարատ Կաֆյանի ցուցմունքներով, որտեղ որ նա ասում է, չէ, ես ոչ ծեծել եմ, ոչ բռնաբարել եմ, ոչ սպանել եմ։ Այսինքն աբսուրդ է այս առումով դու հենվես ինչ-որ մեկի ցուցմունքի իման վրա, որի դեմ բողոքում է ուրեմն կողմ։ Արարատ Կաֆյանի աներձակն աշխատում է մեր քննչական բաժանմունքում որպես քննիչ։ Արարատ Կաֆյանը եկել է մեր տուն ու ներողություն է խնդրել, որ ինչ-որ ստացվել է հիմա, ես ներողություն եմ խնդրել, իր հերնել է եկել, ես միշտ էլ ասել եմ, հավիտ ճուտ չէր, որ բանես ու ներողություն խնդրես։ Ճիշտն ասա ինձ, ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես չեմ էլ բողոքի, եթե դու ինձ ճիշտն ասես։ Ինքը ասեց կասեմ ու տենց էլ չասեց, ոչ մի բան։ Վերջում էլ ասեց իմ աներձակը չի թողի, որ ես նստեմ։ Որ դե ուզում ես գնա բողոքի։ Կարելի ասել Արարատ Կաֆյանը փախավ ստեղից։ Ընտանիքի վերցրեց ու թողեց գնաց ստեղից։ Ինքս դիմել եմ մեր քաղաքապետին, իմ դասընկերներ, ու ես խնդրեցի օգնի ինձ։ Հանի հեռախոսի այդ թղթերը, որը իրանց ասում ենք, մինչև դատական որոշում չլինի, մինչև վերջ չլինի, մինչև այն չլինի, այդ թղթերը չեն տալի։ Քաղաքապետը մեր օգնեց, ես այդ թղթերը հանեցի։ Ես վերցրեցի, բերեցի տունը ու կանչեցի Արարատ Կաֆյանի աներձակին, ու ես ասեցի, որ այս հեռախոսի համարներն է։ Դե հիմա, որ դուք տես տարել եք, որ երեխեն զանգեք կանչելա քո փեսա Արարատ Կաֆյանին։ Ինձ ասա,
որ համար, որ ժամին է զանգվել ու ոնց է եղել, եթե ստե ոչ մի համար գոյություն չունի։ Իրավական տեսանկյունից բազմաթիվ թերություններով է կատարվել նախաքննությունը այն ժամանակ։ Այն ժամանակվա ցուցմունքներով Արարատ Կաֆյանը տալիս է հետևյալ ցուցմունքը, որ ինձ զանգահարեց Սուսաննա Գևորգյանը եւ խնդրեց իրեն տանել որոշակի ինչ-որ գյուղ իր ընկերոջը հանդիպելու եւ այլնի հետ կապված։ Մենք նայում ենք հեռախոսների վերցանումը եւ տեսնում ենք, որ Սուսաննա Գևորգյանը ընդհանրապես չի զանգահարել Արարատ Կաֆյանին։ Եվ սրան հակառակ մենք տեսնենք, որ Արարատ Կաֆյանի հեռախոսահամարից բազմաթիվ զանգեր են եղել Սուսաննա Գևորգյանի հեռախոսահամարին, ընդ որում 0:30 քանի, ասենք, վայրկյան, 0:20 քանի վայրկյան, այսինքն երկար 1 րոպեանոց մենք ուրեմն խոսակցություն չենք ունեցել։ Նախաքննություն ասում է, որ իբր իմ աղջիկն է զանգել, կանչել է Արարատ Կաֆյանին։ Գնացել են, որ իբր մարդ պետք է տենան, իրանք սպասել են, իբր մարդ չի եղել այնտեղ, մտել են երկուսով ինչ որտեղ խորքարան նման մի հատ տեղ կա, գինի է նա վերցե, մի կես ժամ նստելուց հետո դուրս են եկել, իսկ գինի խմել է համարյա թե շշի կեսը չի եղել ու խմել է իմ աղջիկը, վարորդը ընդհանրապես չի խմել։ Կարևորագույն հարցերից մեկը նաև ալկոհոլի հարցը, հա, այսինքն նրա արյան մեջ ալկոհոլի պարունակություն կա, թե չկա, ընդ որում այս հարցը նաև չի առաջադրվել Արարատ Կաֆյանի հետ կապված քրեական իմաստով, նրա արյան մեջ այդ ալկոհոլի պարունակությունը ստուգելը պարտադիր էր քննիչի համար, առավել պատիժը խստացնող հանգամանք դիտվել։ Եվ մենք գիտենք, որ այս գործով ուրեմն Արարատ Կաֆյանը 1 ժամ կալանքի տակ չի գտնվել, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական ազատազրկում եւ նա պատիժը նրա նկատմամբ պայմանական չի կիրառվել եւ այլն։ Գործի ցուցմունքներում, մասնավորապես Խարժնազար խորտակարանի մատուցողու ցուցմունքներով ապացուցվում է այն փաստը, որ Արարատ Կաֆյանը եւ Սուսաննա Գևորգյանը պատվիրել են 1 շիշ գինի եւ առնվազն նրանց հեռանալու պահին այդ շիշի կեսը դատարկ է եղել։ Այսինքն ակնհայտ փաստ է, որ ուրեմն ալկոհոլ օգտագործած մարդիկ եղել են։ Կարող է լինել նաև Սուսաննա Գևորգյանը, չի բացառում, այո, կարող է լինել, բայց սա արդեն քննիչի խնդիրն է, որպեսզի քննիչը այս հարցերի պարզաբանումները տա, որպեսզի նաև մենք զերծ մնանք նմանատիպ իրավիճակներից, հա, որովհետև այսօր քանի տարի անցել է եւ ին վստահորդ տվյալ պարագայում չի հանգստանում, որովհետև չի կարողանում հասկանալ լավ ինչ պայմաններում իր աղջիկը մահացավ։ Ոչ պաշտոնական, այսինքն մենք չենք կարողանում ապացուցել, բայց ին վստահորդը պնդում է նաև որ ինչ որ մի պահի նա տեսել է այդ Խաջ Նազար խորտակարանի համապատասխան մատուցողում եւ նա ասել է ընդհանրապես ես ոչ մի բան չեմ ստորագրել, ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Արարատ Կաֆյանը տվել է ցուցմունք, որ ճանապարհին իբր իմ աղջիկը իրան ձեռակցե, ինքը կորցրել է մեքենայի ղեկավարումը, գնացել է կպել է հողաթմբին։ Իսկ այդ ժամանակ աղջիկը դուռը բաց է իրան գցել է։ Ոչ մի կոտրված չի ստացել, բացի գլխից այս հետևի կողմից։ Ես գնացի երկրորդ անգամ դատաբժշկի մոտը դրանից հետո, նորից ինքը ինձ ասեց, որ ամեն ինչը ստուգված է, ամեն ինչը նորմալ է, ես կարամ հանգիստ լինեմ, ամսից ավել է երևի անցել ու սկսեց դատական այդ process-ը իրանց մոտ։ Դատավորը ներկայացնում է թղթերը, որ դատական process-ը արդեն սկսում, ես պարտավոր եմ ծանոթանալ այդ թղթերին։ Փաստաբան չունեի, ի վիճակի չէի ես այդ վարձելու այդ փաստաբանը։ Առաջի ածանի դատը անցավ առանց փաստաբանի, եթե կարելի ասել դատ։ Դատական process-ը դատավորի սենյակից դուրս չեկավ, դատին ընդամենը մասնակցել է 5 մարդ, դատավորը, իր սղագրավարուհին, դատախազը, Արարատ Կաֆյանը, մեկ էլ ես։ Որոշեցին, որ 2 տարի պայմանականորեն իրան դատեցին։ Կասկածները սկսվում է մենակ նրանից, որ առաջինը, եթե երեխան աշխատում է տաքսի տեղ, իրան տրամադրության տակ ունի մեքենաներ։ Եթե իրան պետք է ինչ-որ տեղ գնալ, ինձ թվում է ինքը ոչ մեկի չէր խնդրի։ Ինքը չէր կարա համարյա հորթայի մարդուն ասել, որ ինձ տարընդ է, ինչի համար։ Իր աղջիկը 4 տարի ընդամենը իմ աղջկանից փոճուր։ Իրանք մի 3 ամիս էր, որ Ռուսաստանից ինչ-որ ընտանիքով նույնիսկ տեղափոխվել էին Մասիս։ Իրանց տաքսի սերվիսի միջոցով երեխեքը գնացել են քաղաք դպրոց։ Իրանց շփումը մենակ եղել է այդ ժամանակ։ Արարատ Կաֆյանի ասելով դատանում, որ նորից ինքը կրկնեց, որ ինքը այնքան շոկային վիճակում է եղել այդ վթարի ժամանակ, որ ինքը չի դիմե առաջինը շտաբ օգնություն չի կանչել, այլ կանչել է իր աներձակին, որ այդ քննիչն է Մասիսում, Սամվել Անդրեասյանին, հեռախոսի համարները, երբ որ մենք հանել ենք արդեն, այնտեղ չկա եւ աներձակին ինքը զանգի կանչել է, էդ էլ չկա։ Դեպքի վայրից րոպեներ անց փոխանակ Արարատ Կաֆյանը ուրեմն կապվի համապատասխան իրավապահ մարմինների եւ այլի բուժ հաստատության եւ չգիտեմ այլ կոմպետենտ անձանց հետ նա առաջի զանգը կատարել է ըստ իր տրված ցուցմունքների զանգել է իր մերձավոր ազգականի մասնավորապես իր աներձակին
որը տվյալ պահին աշխատել է Մասիսի քննչական բաժանմունքում որպես քննիչ եւ առաջինը դեպքի վայր ուրեմն ժամանել է նրա այդ աներձակն է ժամանել եւ նա իր աներձակի հետ փորձել են ուրեմն երեխայի ըստ գործում առկա տվյալների ուրեմն դիակը տեղափոխել այդ իր աներձակի ավտոմեքենայի մեջ եւ երկուսով ուրեմն տարել են ուրեմն համապատասխան բուժ հաստատություն։ Լավ, Կաֆյանը կարող էր չիմանալ, որ պետք է զանգի սկորին ու ենթադրենք, հա, կարող էր եւ չիմանալ դրա մասին։ Բայց դրա մասին չի կարող չիմանալ նրա աներձակը, որը տվյալ պահին ոչ միայն իրավաբան է, այլ նաեւ գործող քննիչ է։ Այստեղ պետք է մի շարք քննչական գործողություններ կատարվեն, հա, որպեսզի հասկանանք, այս երեխան ոնց է անկել, այդ դուռը ոնց է բացվել, ոնց է այդ երեխան անկել, որովհետեւ այդ հարցն էլ պատասխան չունի։ Այսինքն ոնց եղավ, որ այդ երեխան ինչ-որ մի պահի ուրեմն հայտնվավ դուրս, հա, մեքենայի դուռը բաց հայտնվավ դուրս։ Իսկ հնարավոր չի, որ այդ երեխային մեկ այլ տեղ սպանած լինեին եւ բերեին այդտեղ ուրեմն այդ բեմադրությունը ներկայացնեին։ Հնարավոր հարցեր են, որոնք որ պետք է քննությունը բարձր։ Այնտեղ մեկ այլ վկայել գոյություններ այդ գործում, որ տաքսու վարորդ էր, անցել էր դեպքի վայրով, առաջարկել էր օգնություն եւ նրան ասել էին, որևէ օգնություն պետք չի, գոռացել էին գնա։ Հենց դեպքից մի քանի րոպեներ հետո վկաների մենք չենք տեսել դատարանում։ Եվ ին վստահորդ առնվազն հնարավորություն չունեցել հավասարության պայմաններում այս վկաներին հարցեր ուղղել։ Այս գործի շրջանակներում մենք ունենք երկու դրվագով ընթերականներ։ Մասնավորապես առաջինը այդ ավտոպատահարի, այդ տրանսպորտային միջոցի այդ պատահարի ժամանակ գտնված ընթերականներն են, Ոման Գևորքյաններ, նրանք ստորագրել են, որ այո, այս դեպքերը այնպես է եղել, ինչպես որ նկարագրել է քննիչը։ Երկրորդ գործի շրջանակներում, այսինքն այս պաշտոնական դիրք չարաշահելու գործի շրջանակներում, առնվազն քննիչը կարողացավ պարզել, որ այս երկու ընթերականները այդ Գևորքյաններ անուններով գոյություն չունեն։ Եվ սրանց ստորագրությունը առնվազն մեր մոտ կասկածի տեղիք է տալի, որ կեղծված է։ Վերաքննիչ դատարանը դիմեցին, կանչեցին դատական բժշկին եկավ։ Դատաբժիշկը ասում է, ինձ չեն ասել ես ստուգ եմ քո աղջկան, ես չեմ ստուգ եմ։ Մենակ եզրակացությունը տված է հարվածից հետո ընդամենը երեխան 1-ից 2 րոպե է ողջ եղել, որ այդ կապտուկները հնարավոր է լինի կենթանության օրոք, ուրեմն քաշքշուկ այլ է, ուրեմն կռիվ այլ է, ուրեմն ինչ որ մի բան եղել է։ Ինքն ասում է ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, ես չեմ ստուգ եմ։ Դրանից հետո ես դիմեցի վճռաբեկ դատարան, բայց այդ ընթացքում էլ շորերն էի ուզում, շորերը չեն տալի։ Ասում են, եթե բողոքը շարունակում ես, շորերը իրավունք չունեն տան քեզ։ Պետք է մնալ է դեր բաժնում։ 2008 թվականին, երբ որ նախագահական ընտրություններն էր, ես որոշեցի մի հատ նամակ տալ, որ էսենց դեպք ա եղել ու նույնիսկ երեխու շորերը ինձ չեն տալի։ Ուղիղ 3 օր հետո ինձ տվել են ընդամենը 4 կտոր շոր։ Իր հագի կոշիկները, իր ջինսի շալվարը, ջինսի վերխը ու տվել են կարմիր գույնի սվիտեր։ Ներքնաշորը ընդհանրապես գոյություն չունեն։ Ոչ մի բան ինձ չեն տվել։ Քննիչին հարցնում եմ, մնացածն ուրա։ Ասում եմ, չգիտեմ, էսա մեր մոտ է եղածը։ Այդ երեխեն առանց շորի է եղել, չէ։ Դե մենք չգիտենք, էդի արդեն գնա անատոմիկ հարցը կամ որտե ուզում ես, մեր մոտ չկա։ Ասում դե հիմա ինձ բացատրի Թադևոսյան, եթե երեխեն մեքենայի դուռը բացը գցել է, ոնց որ դուք ներկայացնում եք ու տես տարակ մինչև վերջ։ Ինձ ցույց տուր մի տեղ, որ մեքենայից մարդ կարա դուռը բացի իրան գցի ու այդ վրա ոչ կոշիկները, որը դերմանցինից է, կամ շալվարը, կամ ինչ-որ բանը ճղված չլինի։ Հագուստը իրականում ինքը բավականին հետաքրքիր խնդիր կա, որովհետև տեսեք, իմ վստահորդը բողոքում է, որ իր աղջկան բռնաբարել են, ծեծել են եւ այլն, եւ սրա պատասխանները կարող տալ երեխայի ներքնաշորերը բնականաբար։ Ինչ որ մի առեղծվածային վիճակով երեխայի արտաքին շորերը կան, երեխայի ներքին շորերը չկան։ Համապատասխան զգեստներ լինելու դեպքում շատ հանգիստ մենք կարող ենք դա ուղարկել փորձաքննության, փորձագետը կարող է տալ մի շարք հարցերի պատասխաններ, մի շարք։ Բայց գործից չգիտես ինչի այս ամենը ուրեմն անհետացել է, ներքնաշորերը չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց։ Իսկ իրեղեն ապացույց ճանաչվելու դեպքում դա կուղարկվել համապատասխան փորձաքննության եւ փորձագետը կարող է մի շարք հարցերի պատասխաններ տալ, այդ թվում արդյոք առկա է եղել սերմնահեղուկ այդ ուրեմն շորերի վրա եւ այլն։ Միշտ մտածել եմ, որ ինքը փախցել է երկու տարեկան։ Հնարավոր եւ բռնաբարես լինի, բայց բժիշկը չի ասում։ Ես կտամ համաձայնություն, եթե ես գումացյան ու ես գիտեմ, որ ես ճիշտ եմ։ Երկրորդական հագուստի վրա երկրորդ փորձաքննությունով մեզի հետքեր կան, որը ուրեմն փորձաքննությունը տվել էր, որ մեզի հետքեր կան։ Եվ բնականաբար մենք այս մասով էլ կարծում ենք, որ քննիչը ամեն դեպքում բավարար միջոցներ չձեռնարկեց, որպեսզի պարզի այս հետքերը որտեղից են առաջացել։ Կրկին փոխանակ այն հարցերը, որոնք որ կան ինվեստորի մոտ հարատեին, ավելի շատ հարցեր առաջացրեցին։ Միշտ պահանջել են, որ
նախաքննության ժամանակ եւ դատարանում ինչի չի հարցաքննվի աներձակը, որը քննիչ է Սամվել Անդրեասյանը, ինչի չի հարցաքննվի։ Ես համոզված եմ, որ վթար չի եղել, որտեվ ես դեպքի վայրել եմ եղել։ Ոչ այդ արուններն եմ ես տեսել ճանապարհի վրա, ոչ մեքենան է եսի ինչ եղել այնտեղ, ոչ մի տենց բան գոյություն չի ունեցել, որ ասես մեքենան ջարդվեց շուրջ, հնարավոր չէր, մեքենան էլ ոչ մեկ չի տեսել, ոչ էլ ցույց են տվել, երբ որ ուզում ես ժամանակը կգա կտնաս, իսկ հետո մոռանում ես ամեն ինչը։ 7 տարի պայքարել եմ ամեն օր, համոզված եմ, որ ինքը երեխուն ինքն է խփել սպանել, ինքն է ջարդել երեխու գլուխը, Արարատ Կաֆյանը։ Հնարավոր չէ, որ ինչ-որ մի բանի կպներ, այդտեղ ասենք վթարել ինչ-որ բան դե ուրիշ տեղ կապտած չլներ իրա։ Ուրիշ տեղ արե, մեքենայի մեջ արե, այդ մեքենան հետո տարել են ինչ-որ մի բանը, ես չգիտեմ։ Ես մենակ գիտեմ, որ երեխան վթարից չի մահացել։ Հնարավոր չէր։ Առկա է երկու քրեական գործ։ Առաջի քրեական գործը դա այն գործն է, որը արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կան, մասնավորապես այդ Արարատ Կաֆյանի հետ կապված, որը ավտովթարի գործով վերջնական դատական ակտով դատապարտվել է։ Սաթենիկ Գևորգյանը տվյալ պարագայում այդ ամբողջ դատաքննության եւ նախաքննության ընթացքում չի ստացել իր հարցերի պատասխանները եւ մինչ օրս նրա մեջ կա ողջամիտ կասկած, որ իր աղջկան ոչ թե ավտովթարի հետևանքով է նա մահացել իր աղջիկը, այլ մահացել է այլ անձանց, այդ թվում նաեւ հնարավոր է, որ Արարատ Կաֆյանի եւ այլ անձանց անօրինական գործողությունների հետևանքով, մասնավորապես որ կարող է իր աղջկան բռնաբարել են, ծեծել են եւ վերջում սպանել են։ Եվ այս հայտարարության հիման վրա հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածի հատկանիշներով։ Սա ուրեմն քննվեց 2014 թվականի, եթե չեմ սխալվում, հունիս ամսից եւ կարճվել է սույն թվականի մայիս ամսին, որը տվյալ պահին մեր կողմից բողոքարկվել է ուրեմն դատախազություն։ Այնուհետև այս պահին դեռևս չունենք այդ պատասխանը, դատախազությունը ինչ է որոշել։ Եվ եթե բնականաբար բացասական լինի, մենք կպատրաստվենք դա արդեն բողոքարկել դատական կարգով։ Ես այսքան ժամանակ պայքարել եմ ու էլի պայքարել եմ, կապ չունի։ Քանի տարի էլ անցնի։ Ես իրավունք ունեմ ճշմարտություն իմանալու։ Ինքը իմ միակ երեխան էր։ Տարուկես առաջ էլ մահացել է մամաս, ես հիմա լռում մենակ եմ կարել ասել։ Գիտեմ, որ հետ չեմ բերում երեխուն, բայց 8 տարի ես պայքարում մենակ դրա համար, որտեվ դա փոքր տեղ է, բոլորը ճանաչում են իրար։ Եթե մահացել է, ուրեմն մեղավորը ինքն է, տենց էլ իրանք տարածել էին։ Իբր եղել է իմ աղջիկն եղել է Արարատ Կաֆյանի սիրուհին, ուզենան մահացածի անունը գցել, մահացածի պատվի հետ խաղալ, Աներձակը նույն այդ բան ինձ ասեց։ Անենց բաներ կարամ աղջկատ մասին ասեմ։ Եթե ինքը կարա իմ աղջկա մասին ինչ-որ բան ասի, ինչի դատական բժիշկը չի ստուգի։ Կան մարդիկ, որոնք ճանաչել են, գիտեն ինձ, ես ոնց եմ պահի երեխուն կամ երեխան ոնց է եղել, չեն հավատում։ Իսկապես ցավում են իմ համար, որ իմ այդքան տանջվելուց հետո ես հասել եմ հիմա այստեղ, ես 8 տարվա ես իմ տանջանքները որ տանում եմ ես։ Եթե ասեմ դաստիարակության մեջ ես հպարտ եմ, որ ես տենց երեխա եմ ունեցել։ Դաստիարակել եմ այնքան, որ երեխեն մտածել է, որ տատի ունի տունը, մայր ունի տունը, ինչ որ աշխատի, ինչ որ տեղ մորը օգնի, հիմա շատ քչերն են տենց անում։ Բայց ինչ որ տեղ են մեղավոր եմ, երևի որ համաձայնվեցի, որ ինքը գնա տեղ աշխատի։ Մի բան եմ խնդրում, որ օգնեն ինձ պարզելու ճշմարտությունը։ Պարզ ինձ ասեն իրականում ինչ ա եղել։ Ես իրավունք ունեմ իմանալու ճշմարտությունը։ Գերեզմանոցը դառել է իմ համար տուն։ Մեկը ծնվում է արծաթե գդալաբերանին, մյուսը փայտե շերեփով։